Արտի սերիալ Արկադի, ես մեզ մոտ արդեն ինքնասպասարկում է? Այո, այսօր առավոտից մեզ մոտ ինքնասպասարկում է գործում։ Իսկ կարող եմ իմանալ ինչու։ Ոնց ինչու։ Ինչի Արեշցի աջիկը այնտեղ ենա, որ իր ապագա կինը ամեն մի շունու շանգյալին ուտելիք ու կոֆե տանի բերի։ Արկադի, նրանք շունու շանգյալ չեն, նրանք մեր հաճախորդներն են, եւ մենք պարտավոր ենք նրանց հարգել։ Հարգանքը հարգանքով, բայց քյարթը մնում է քյարթ։ Օրինակ, ֆրի ես ուզում ուտես, հարց չկա։ Կարտոշկատ մաքրի, գցի ֆրիցուրնի ցայ մեջ, ժարից արա գնա անդեղ նստի կեր։ Արկադի, ուզում ես ասել այն տղամարդը, որ բորշ է ուտում, անձամբ է այն պատրաստել։ Մենակ պատրաստել։ Ինքը անձամբ գնացել է շուկա կաղամբու բազուկ առնելու։ Վերջում էլ ապսեն լվանալու է նոր գնա։ Արկադի, այս ամենը ռեստորանի համար ինքնասպասարկում չէ, այլ ինքնասպանություն։ Վաղը մենք արդեն հաճախորդ չենք ունենա եւ կմնանք առանց փողի։ Դուք գնացեք նստեք, մենք ձեր ֆրին կբերենք։ Արկադի, ես գնում եմ անձեռոցի կառնելու, իսկ դու սպասարկիր հաճախորդներին։ Ներեք, մեզ մոտ արդեն ինքնասպասարկում չի։ Դե ուրեմն մատուցող, իմ հաշիվը բեր։ Ես պապիկ եկավ, ես հիմա ինչ պիտի անեմ։ Ես մարդուն մենյու ցույց տալը մարդասպանություն է։ Ուտեստների գները տեսավ, սիրտը կկանգնի։ Ներողություն, մենյուն կբերեք։ Այ հորս արև։ Հալո, շտապ օգնությունից, հա։ Կներեք մի բան ասեմ։ Ես հիմա մի տարեց մարդու մեր ռեստորանի մենյուն եմ տալու։ Խնդրում եմ էլի на всякий случай մի էկիպաժ կպահեք, կարող է զանգեմ։ Վաճառվում է երկու սենականոց բնակարան փոքր, բայց կենտրոնում, փողոցը նեղլիկ, միակողմանի, կոչվել է անվամբ գանգրահեր Պուշկինի, դուրը երկաթյա, այո, երկաթյա, իսկ պատուհանից 3 փեղկանոց բացվում է տեսարան գժանոց։ Աճելի։ Այս ձև տվածները, որ չեն դնում իրաց գուլտուրական մարդկանց տեղ, յանի արվեստից հասկանում են։ Մայստրո, կարելի է ձեր ինքնագիրը։
Իհարկե, անուշիկս, իհարկե։ Պաստորին ինչ է ստացվում։ Ես ձեզ գեղագիտական հաճույք եմ մատուցում, դուք ինձ գնահատում եք, ես հաճույք եմ մատուցում, դուք ինձ գնահատում եք, մատուցում եմ, գնահատում եք, այսինքն։ Այսինքն, բասերով ձեր տարապանքները տանեմ բասերով։ Ապի ջան, ես Ռաֆ ու Սամվել ավելի արագ եմ կարդացել, քան դու այդ մենյուն։ Տղաս, այս գասպաչոն ինչ է։ Գասպաչոն արժե 7500 դրամ։ Հա, բայց ամեն դեպքում ինչ է դա։ Այ պապի ջան, եթե դա արժե 7500 դրամ, քեզ մեկ չի դա ինչ է, մեկա չես պատվիրելու։ Լավ, այդ դեպքում դու ինձ ինչ կառաջարկես։ Պապի ջան, ես քեզ կառաջարկեմ տապակած կարտոֆիլ, կոտլետ ու կոմպոտ։ Շատ լավ է, իսկ դա շատ թանկ կնստի։ Այդ նայածուն վրա, եթե Վարդանը իմացավ, որ ես հյուրասիրություն եմ արել, ինձ վրա շատ թանկ կնստի։ Իսկ եթե չիմացավ, բացարձակապես անվճար։ Շատ շնորհակալ եմ, տղաս։ Ինչպես ասում են, լավություն արա, գցին ջուրը։ Այս հատանյեմ, հիմա ժամանակները փոխվել են։ Հիմա ում որ լավություն ես անում, քեզանից շուտ են քո արածները ջուրը գցում։ Շատ սրամիտ տղա ես։ Պապի ջան, ես որ կավերնը չթողեի գիտես հիմա ինչերի հասած կլինեի։ Դե ինչ հարգելիներս, անշարժ պոեզիայի երեկոն ավարտված է։ Իսկ ես կուզենայի հիշեցնել, որ այսօրվա երեկոն բարեգործական էր եւ հավաքված ամբողջ միջոցները կուղվեն գրողների միությունից տուժված պոետների ընտանիքներին։ Համեցեք, համեցեք։ Շնորհակալություն, համեցեք։ Վարդան, մի հատ կասես, ինչ էր նորս թե կատարվում։ Անշարժ պոեզիայի երեկո, ալտերնատիվ մոտեցում արվեստին։ Վարդան, դու կարգին տղա ես։ Ինչ ես տուստաբաներ անում։ Ջեմա ջան, ես քեզ մի հատ գաղտնիք բացեմ։ Ալտերնատիվ մոտեցումը արվեստին, դա ալտերնատիվ մոտեցումն է փող աշխատելուն։ Դու գիտես ինչ փող էր աֆառում ալտերնատիվ արվեստում։ Օրինակ Իսպանիայում մեկը ալտերնատիվ թատրոն է բացել։ Դերասանները դուրս են գալի բեմ ու փետած պամիդորներով խփում են հանդիսատեսին։ Տոմսը 500 եվրո արժի ու բեմադրությունից մի շաբաթ առաջ տոմս չես ճարի։ Փաստորեն լուբոյ մարդ կարա զբաղվի ալտերնատիվ արվեստով ու փող աշխատի։ Իհարկե, բայց իմացի, ալտերնատիվ արվեստում պետք է շատ ապուշ բան անես, որ մարդկանց հետաքրքրես։
Հա, պապի ջան, հավանեցիր գոհ ես։ Շատ գոհ եմ տղաս։ Դու շատ բարի սիրտ ունես։ Ես ուզում եմ քո լավության տակից դուրս գամ։ Ամեն ինչ նորմալ է, պապի ջան, դու ինձ ոչինչ պարտք չես։ Չէ, քեզ շատ անսովոր նվեր եմ տալու։ Ես ինչ հա։ Ժամանակի մեքենա։ Ես երկար տարիներ աշխատել եմ Մերգելյան ինստիտուտում, որտեղ եւ ստեղծել եմ այս մեքենան, որի ստեղծումից հետո ինձ երկար տարիներ պահեցին գժանոցում։ Բայց դա կարևոր չէ։ Կարևորն այն է, որ այս մեքենայով ամեն մի մարդ մեկ անգամ կարող է գնալ ապագա ու ետ գալ։ Лав или Жигар? Странно? Не смеши меня, родной. Եվ վերջում լուր ֆինանսական շուկայից։ Ինչպես մեզ հայտնում է, Համատիեզերական բանկը որոշում է ընդունել տրամադրել Հայաստանին ևս 500 միլիոն գալակտիկական դոլար թափառող այլ մոլորակայինների դեմ պայքարի ծրագրի շրջանակներում։ Բուրում դու։ Անծանոթ կին։ Ես չճանաչեցին ինձ ադիկ։ Ջեման եմ։ Ո՞ր Ջեման։ Գործանիչ Ջեման ադիկ։ Չնայած ես վերջի տարիներին ինձ քաղցրիկ Ջեմա են ասում։ Քուրոջան մատ տարեթիվը չէին ասի։ Ես անծանոթ տղամարդկանց տարեթիվ չեմ ասում, բայց հաշվի առնելով եմ, որ դու տենց էլ տղամարդ չդառար, տակը բից կասեմ։ Հիմա 2043 թիվն է։ Յա, այդ հնարավոր չի քաղցրիկս։ Իմ հաշվարկներով դու արդեն մեռած պիտի լինեիր։ Ամեն ինչ տենց էլ կլներ, եթե ես չմասնակցեի ջահելացնող դեղերի փորձարկմանը։ Երկրորդ օրը պերեդոզ եղա, դրանից հետո գնալով ջահելանում եմ։ Իմ թայդաշները իրանց համար ծերանոց են ման գալիս, իսկ ես ինձ մանկա պարտես։ Ջեմա, իսկ ես չի զարմացնում, որ ես անցյալից եմ եկել։ Բայց դա ինչ կա զարմանալու ադիկ։ Այն Մերգելյան ինստիտուտից հնդած բիձեն էր բացահայտման համար Նոբելյան մրցանակ չստացավ, ասում են մի հատ հարիթի վրա փորձարկում արել ու ստացվել է։ Ջեմա։ Ջեմա։ Ջեմա, ես աջիկին կրծել ես ինքն էլ ասկսեմ ջայլանալ։ Բարդ հա, մոռացել ես, աջիկը մեռել է, իսկ այս աջիկը անցյալից է եկել։ Ոնց մեռել է։ Այն սենց էլ մեռել է, սիրտը բռնեց, ասեց ու մեռավ։ Իսկ հարգությանը քանի տարեկան էր։ Իջունը չէ լրացել մեռավ։ Ջալ, մեռավ էլի։ Ցավակցում եմ։ Ինքը քո ինչն է ընկեր։ Ինքը իմ եսն էր։ Ես հասկանում եմ, որ դուք ինձ չեք սիրում, բայց դուք կարող եք ձեզ զսպել և իմ ներկայությամբ իմ մահվան վրա չծիծաղել։ Այստեղ մի հատ միջ գալակտիկ։ Հանգստացի առաջ ես մերը կատակ էինք անում։ Դու հիմա Եվայի հետ լուսնի վրա ես։
Ճիշտ է ասում, Ադիկ, չես մեռել։ Դե լավ, ես գնամ։ Իմ սերիալը սկսում է։ Այդ սերիալը ես էլ եմ նայում, դու զապիս արա, ես հետո կնայեմ։ Ինչ սերիալ է որ։ Նու Ջուլիետը։ Դե ոնց որ Մարսից մի հատ երիտասարդ մեր մոլորակից Ջուլիետին է սիրում։ Լավ է սերիալը հետո կպատմես, դու ավելի լավ է ինձ ասա, թե ինչ ենք անում ես ու Եվան լուսնի վրա։ Դե Արամիկը լուսնի վրա է, չէ ծառայում։ Դու էլ Եվայի հետ գնացել եք տեսակցության, դե Նասկիա թրաշի պրիբորա բան եք տարել։ Մի վարկյալ, իմ հաշվարկներով Արամիկը հիմա պետք է լինի 42 տարեկան։ Ինչ ծառայություն։ Փաստորեն դու չես զարմանում, որ Արամիկը լուսնի վրա է ծառայում, զարմանում ես, որ 42 տարեկանում է ծառայում։ Առաջինը, այսօրվա Հայաստանում հաու պանելը քրեորեն պատժվում է։ Երկրորդը, հիմիկվա օրենքներով տղեկին բանը 40 տարեկան են տանում։ Այսինքն, որ սա հաճույքերը արել է, ամուսնացել է, երեխեք ունի, այդ ժամանակ տանում են բանը, որ ընտանիքից հանգստանա։ Բայց այդ լուսինը լավ տեղ է, որ Արամիկը սնդեղ ծառայում է։ Դու լը գոյեղի, որ փող եմ խառնեմ Մերկուրի չեն տարել, գնալ են շոքին կրակին ծառայեր։ Հաստորեն ահագին բաներ է փոխվել ես մոլորակի վրա։ Մենակ ես տանը ընդհանրապես ոչինչ չի փոխվել։ Այդ որովհետև մենք շատ աղքատ ենք ապրում։ Օդային տելևիզորն ինչ հավոր չենք կարող առնենք։ Վարդո, քանի եկել եմ։ Արի դուրս գանք բակ, մի հատ բակը ցույց դուրս տեսնեմ այնտեղ ինչ է փոխվել։ Աշկերից չեմ հավատում։ Ես հալալին ու զուլալին արձան են կանգնեցրել, իբր մեռող ճշտի վերջին ասպետները։ Չէ, ես հենց իրանք եմ, հալալն ու զուլալը։ Դա ինչ են քարացել։ Այդ ոչ մեկ չգիտի։ Գիտությունը հիմա փորձում է տալ դրա պատասխանը։ Բայց փաստացի իրանք քարացել են 2013 թվականին, երբ գազը թանկացրեցին։ Տխուր պատմություն է։ Բայց այս ամենի մեջ մի դրական պահ կա։ Ինչ պահ։ Փաստորեն Քթոսը սովից չի մահացել։ Բայց բակում էլ համարը ոչ մի բան չի փոխվել։ Դե որովհետև մեր համայնքի ներկայացուցիչը տիեզերական ժողովում ոչ մի բան չի անում Արեշի համար։ Իսկ ով է Արեշի ներկայացուցիչը։ Կարլեն Կարլենիչը, հանրապլուտոնական կուսակցությունից։ Իրենց կարգախոսնել երևի դեպի ապահով տիեզերք, չէ։ Դու որտեղից գիտես այդ կարգախոսը։ Այս հայտարարում ասում եմ ես 30 տարվա մեջ ոչ մի բան չի փոխվել։ Ադիկ կարող է սոված ես։ Ջեման խաշած մորեխները պատրաստել տարականի սոուսով։ Ապեր դու հիմա լուրջ ես խոսում, թե կայֆաված ես լինում անցյալից եկած աղբորդ վրա։ Ադիկ,
ես քո վրա կայֆավատ էի լինում, երբ որ 4 տարեկանում էի քեզ մորեխու տարական կերակրում, իսկ հիմա ես լուրջ եմ խոսում։ Հիմա մորեխներն ու տարականները մեր հիմնական ուտելիքն են։ Այսինքն ես խոզի խորոված չկա։ Ինչ խոզի խորոված արա։ Խոզերի իրավունքների պաշտպանները որ լսեին դու հիմա ինչ ես ասում, քեզ մի 20 տարով բերդ կնստեցնեին։ Բարև ձեզ անարժաններ։ Մամուլքին, դու նույն տեսն ունես ինչ 30 տարի առաջ։ Էս ենք անել մամանջի։ Այսինքն ինչ է նշանակում ենք անել մամանջի։ Էսի ոնց որ մամայի 14-րդ կլոնն է։ Իսկ մաման ձեր տատիկա հիմա։ Տանը նստած է, իսկ քաղաքում ֆրֆռում են իր 26 կլոնները։ Երևում է որ կլոնն է։ Մաման լինել կհարցներ ես ինչի ես դու այսքան ջահել։ Խիստ կասկածում եմ, բալես։ Լավ, ես շտապում եմ։ Վարդան, ես ունեցվածքից մի մաս ուզում եմ քո վրա գրել, քանզի դու հաշմանդամ ես և չես հարկվում։ Հաշմանդամ։ Օ, տիեզերական աստվածներ։ Այս համբալը վերջի հետաքրքրվեց, թե ինչու եմ ես սայլակի մեջ։ Դու անջիգար եղել ես, անջիգար էլ մնացել ես։ Իզուր չէ ես քեզ միշտ համբալ ասում, այ համբալ։ Վարդանը հաշմանդամ է։ 30 տարի առաջ այս նույն օրը ռեստորան ստուգող էր եկել։ Դու զանգել էիր տուն և շտապ Վարդանին կանչել էիր ռեստորան, որպեսզի նա կաշառի այդ ստուգողին և նա տուգանք չգրի։ Վարդանը նստել է մեքենան և մեծ արագությամբ ընթացել է դեպի ռեստորան։ Ճանապարհին նա ավտովթարի է ենթարկվել, որից հետո այդպես էլ չկարողացավ քայլել։ Համար 14 մենք ուշանում ենք։ Եկա։ Կլան մայիկ, իսկ կհիշես կոնկրետ որ ժամին էր եկել ստուգողը։ Մոտավորապես ժամը 3-ի կողմերը։ Դեռ կարող ենք հասցնել։ Ես ինչի խոչ չինգնում։ Այդ բիզու սարկածը հազիվել ես լինել։ Դուք երևի ստուգողն եք։ Այո, ինչ իմացաք։ Երկար պատմություն է։ Դե ցայտանյամ նստեք ու սկսեք մի անգամից ստուգանքը գրել։ Իսկ միգուցե կանչեիք ռեստորանի տիրոջը։ Ասում եմ նստի ստուգանքը գրի, առա օյ։ Վրդա, այսօր քո ռեստորանը 2 միլիոն դրամով տուգանել են։ Ոնց։ Արի ես քեզ չի ասի, որ ստուգող գա, զանգես նստեմ մաշտեն, թափով գամ։ Ապեր հավատա, հետո դու ինձ դրա համար շնորհակալություն կասես։ Երբ հետո։ Մի 30 տարի անց։ Լավ, 30 տարի անց կասեմ, իսկ հիմա ես քո գլուխն եմ ջարդել, վաճառվում է 2 սենականոց բնակարան փոքր, բայց կենտրոնում, փողոցը նեղլիկ, միակողմանի, կոչվել է անվամբ գանգրահեր Պուշկինի, դուրը երկաթյա, այո, երկաթյա,
իսկ պատուհանից 3 փեղկանոց բացվում է տեսարան գժանոց։